Ողջունում եմ ձեզ, Բերդի հպարտ բնակիչներ։ Ուզում եմ ձեզանից մի հատ խորհուրդ հարցնել։ Մեր Հայաստանում մի քանի մարտահրավերներ մենք ունենք, որ մեր ժողովրդին պետքա բացատրենք էդի։ Ու այդ բացատրելու մեջ ձեր կարիք ունենք։ Ինչն է մարտահրավերը։ Մեր հարևան երկրի ղեկավարը հայտարարություններ է անում, որ իր հայրենակիցները պետք է գան Հայաստան ապրել։ Կարող եմ կարդալ այդ հայտարարությունը, եթե ուզում եք, ու հետո իրար հետ մտածենք, թե ինչպես դրա դեմ առնենք։ Շարշանին չմտնեն։ Միշտ չեմ մտե առաջ։ Իլհամ Հեյդարի Ալիևը հայտարարել է, այն մարդը ում այս իշխանությունը հայտարարել է, ում այս իշխանությունը համարում է իր անվտանգության երաշխավոր, որ ասում է, ես սա արդեն որոշ ժամանակ առաջ ասել եմ, մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, ինքն է ասում, բայց պատմական հողեր ասելով ի նկատի չունի հետ գնան Ղազախստան, մեր հողերի հետա, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, եւ դա իրականացնելու համար հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա, սա Իլհամ Ալիևն է ասել, 2 ամիս առաջ երկրի բոլոր գիտնականներին հավաքելով։ Հիմա մի հատ խորհուրդ, ես գտնում եմ մի քաղաքում, մի համայնքում, որտեղ պատմականորեն այս հարցը լուծած է եղել։ Այս համայնքը ու Գորիսը Հայաստանում են համայնքներն են, որ չեն համոզվել ժամանակին, իշքան ուզեցել են մտնել, ճարվել են իրենց։ Ուժեղ բերք, ինչի անը բերք, որովհետև իրանց համոզածներին, կներեք արտահայտությանս համար, իրանց են գցած կուտերին, ոչ մեկ ստեղ, սովետի ժամանակել չի կերել, հիմա էլ չի ուտում, պատմականորեն, հայկական տարած, դուք գիտեք ինչպես տարածքը պահեք հայկական, դուք գիտեք ինչպես անեք, որ մեր երկիրը չփոքրանա, այնպես է կարևոր սահմանը այստեղով է գնում, ու հայերը այստեղ մնում են մի կից հող, առանց պայքար, դուք իրենց չեք տվել ու կանգնել եք ձեր հողում, չեք թույլ տվել, որ գան այստեղ, մեր երկիր, սովորացրեք հայերին, սովորացրեք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մեր պայքարը այս մարդկանց թույլ չտալու համար է, որ չգան, եթե իշխանությունը վերարտադրվի, շատ արագ սահմանադրություն է փոխելու, իրենք են հայտարարում, եթե սահմանադրությունը փոխեցին, շատ արագ նոր պահանջն է գալու, իրենց իբր վերադարձը, դուք այդ հարցը լուծել եք, օգնեք ամբողջ Հայաստանին այդ հարցը լուծի, խոսեք բոլորի հետ, բացատրեք, որ նրանք ունեն քաղցր լեզու, բայց դառը մտքեր, թուրքի լեզուն քաղցրա, մտքերը դառը, գալու է, համոզի, մեկին էլ գտելա, ում խեղճացրել է ժողովուրդ, ու նրանով մտնելու է, չեն ամաչում, հայտարարում են, որ մենք պետք է բացենք Սյունիքի դարպասները, էդնում առաջ էր փակ Սյունիքի դարպասները, հով ֆրանսիացիների առաջ չէր փակ, փակ էր թշնամիների առաջ, ով մեզ այդ աչքով է նայում, մենք կողմ ենք նորմալ իրար հետ շփվելու, իրապես չկա մի հայ, որ նորմալ փոխադարձ հարգանքի կողմ չի, դուք էլ կողմ կլինեք, որ փոխադարձ հարգանքով շփվեն, բայց ոչ իրենք գանստեղ, ինչ ուզեցին այս մարդիկ տվեցին իրենց, են տալու բան չունենք, հասնել են արդեն, ուզում եմ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին բարակենք ու Հայաստանը լինի հայկական, ուժեղ երկիր ունենանք, ուժեղ տնտեսությունով, սա է մեր ծրագիրը։ Սամվել Կարապետյանը հայկական ամենամեծ ընկերություն ստեղծած մարդն է, ում ընկերությունում 40-ից 50 հազար մարդ աշխատում, զրոյից է ստեղծել, իր աշխատանքով, սիրուն խոսքերով չի ստեղծվում, մեծ գործերը, աշխատանքով է ստեղծվում, բոլոր հայ ղեկավարներից նա տարբերվում է մինչև այսօր նրանով, որ ձգտում է փոփոխության եւ իշխանությունը գալու է մարդու մոտ, ով արդեն ապահովված է,
ով ոչ թե գալիս է, հետո է լավ ապրում, այլ արդեն ապահոված է, ով գիտի ոնց ստեղծել աշխատատեղեր, ու փեշակն է ապահովել մարդկանց զբաղվածությամբ։ Երբ որ եկեղեցուն պաշտպանելու համար իրեն տարել էին կալանքին, առաջին անգամ տարել էին հոկտեմբերյան, ու բոլոր կալանավորները դուրս էին եկել իրեն ողջունելու։ Վախենալով դրանից իշխանությունը տեղափոխեց իրեն արածը մեկուսարան, բայց կալանավորները բոլորը ողջունում էին։ Ու նա մի բան էր մեզ ասել։ Ասել էր, ես կամ պարապ տղա, երիտասարդ հայ, ոնց կարանք մեր թողել։ Պարապ տղա, երիտասարդ, պարապությունը սավառնում է մեր երկրի վրա է։ Զբաղվածության երկիրը չի լուծել դեր զբաղվածության հարցը։ Այսօր ես խոսում եմ միջազգային մեր գործընկերներից մեկի հետ, եվրոպական, ով ասում է, որ այս համայնքում գործարան չկա, այս համայնքում բերքը վաճառելու տեղ չկա, մթերման կայան չկա, եւ նա զարմանում էր, ասում էր, ոնց եք ապրում։ Չէի կարող անգլերեն թարգմանեմ, յոլա եք գնում բառը։ Յոլա գնալու ժամանակը ավարտվել է։ Եթե ուզում ենք լավ ապրենք, պետք է գտնենք մարդ, ով գիտի լավ ապրելու ձևը, ով արդեն այդ ճանապարհը անցել է։ Ու Հայաստանի հաշիվ մի կոպեկ չի աշխատել ժողովուրդ։ Մի կոպեկ ինչ եղել է ուղարկել է վերջի 15 տարվա մեջ մեր երջանկայիշատակ հերոս Քրկոյանից հետո ամենաշատ բարեգործություն արած հայն է։ Ով չի տարել, երբ իշխանությունը մի բան է անում, նա դրա համար պարգևավճար է ստանում, միլիոնավոր դրամներ։ Այդ մարդը Կարապետյանը ինչ արել է իր հայրենիքի համար։ Ոչ ասել է, մենք ձեզ կփոխանցենք գրքույկներ իր կատարած աշխատանքից։ Ոչ հայտարարել է դրա մասին։ Գրքույկների մեջ նենց բաներ կտեսնեք, որ ես էլ եմ նոր տեսնում։ Չի խոսում։ Ոչ պարգևավճար է ստացել բյուջեի հաշվին իր գործը անելու համար։ Ուղղակի հայ է։ Բոլորիս պես, ձեզանից յուրաքանչյուրն է, եթե հաջողությունը ստացվում է, նույն է կանում։ Հիմա այս մարդը կարողացել է այդ ստեղծի։ Մեր երկիրն է մարտահրավերի առաջ է։ Ու պետք է առաջնորդում վստահ կլինենք, որ աչքը ուրիշի ունեցվածքի չի, որտեղ իրան բավարար է, ով ինքն է ներդրելու Հայաստանը։ Ու այդ մարդը մեր կարծիքով, եթե ուրիշ մարդ լիներ, այս 8 տարվա մեջ կլիներ։ Մի մարդ է, Սամվել Կարապետյանը։ Շնորհակալ եմ շատ։ Ես գիտեմ, որ մեր մշակույթը մարդկանց գովալու առումով մենք միշտ մանավանդ բարեկամը որպես մեր մշակույթը մի քիչ հարց ունի, որ պետք է աշխատենք չներկայացնենք իրար, բայց մենք չենք ներկայացել ինչ արել Կարապետյանը այսքան տարիներ։ Ու եկել ենք այսօրվան։ Սկսել ենք ներկայացնել նոր։ Ինչեր է արել մեր հայրենիքի համար, ու ինչեր կանի եւ պետական հնարավորություններ լինեն։ Ամենակարևոր բանը ինչ կանի, ամեն փոքր քաղաքում կլինի իր աշխատատեղերը, գործարաններ կլինի, ֆաբրիկաներ կլինի, ուրիշ ձևաչափեր կլինի, արտադրությունները, որ աշխատանք լինի։ Մեր համայնքների զբաղվածությունը պետք, աշխատանքը պետք, աշխատավարձեր պետք է մարդիկ նորմալ ստանան։ Գնում ես Քաջարանի համայնք, քեֆդ գալիս է, ունեն Քաջարանի հանքը 500-600 դրամ աշխատավարձ են ստանում, որտեղ աշխատելու տեղ կա։ Դրանից հետո գնում ես Սիսիան, աչքդ լցվում են։ Գալիս ես այստեղ 100,000, 120,000։ Միակ բանը, որ մեզ կարա փոխի ժողովուրդ, էդի աշխատատեղերն են։ Քաջարանի օրինակը նայեք, նախ։ Այդ աշխատատեղերի ստեղծման առումով, այսօրվա իշխանությունը Փաշինյանը չի կարող ստեղծի աշխատատեղ։ Ինքը ղեկավարել է թերթ, լավ է գրել, բայց մենակ գրել է։ Այո, ու մի բան էլ ասել։ Այն տարբերությունը, որ կլինի, երբ մեր երկում ակտիվ աշխատատեղեր ստեղծենք, մեր այս 10,000 դրամ բան ամոթել է ժողովուրդ, լուրջ եմ ասում, երբ մենք հասցրել ենք մեր թոշակառուներին այն օրին, որ 10,000 դրամը կարևոր է իրանց համար արդեն, էդի մեր ամոթն է։ Պետք է փոխենք մեր երկիրը, փոփոխություն բերենք, ու մենք
գնում ենք այս ճանապարհով, ինչ էլ լինի, գնալու ենք այս ճանապարհով։ Եթե դուք աջակցեք, եթե ձեր շրջապատին պատմեք այս ամեն ինչը, Հայաստանին սովորացնեք ոնց Հայաստանը հայկական պահել։ Մենք հաղթելու ենք, օգնենք իրար։ Շնորհակալ եմ։